Ղազենյանը արդեն հնչեցրեց, ես կարծում եմ, որ իսկապես իմաստալից չէ որևէ տեսանկյունից միջազգային մարմիններին դիմելու բառակապակցությունը պահել մեր տեքստում, սա մեր դատարանինն էլ կարծում եմ չէ, որովհետև տեսեք, մեր ազգային ինքնության խնդիրն է, մեր խնդիրները պետք է առաջին հերթին մեր երկրում լուծենք եւ այստեղ, այսպես ասենք, ճակերտների մեջ սպառնալով, որ մենք դիմելու ենք միջազգային ակցիաներին, իմ կարծիքով տեղին չի։ Դրա համար ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ թվում միջազգային մարմիններին դիմելով հանել, որը չի բացառում վերջի վերջո դիմելը, որովհետև ասում ենք բոլոր միջոցները օգտագործելու ենք, մեր սահմանադրությունը այդ հնարավորությունը տվել է, ուղղակիորեն նաև միջազգային ակցիաներին դիմելն է սահմանադրական նորմ, դրա համար ես կարծում եմ, որ այս կոնտեքստում ամենայն հարգանքով միջազգային իրավունքի նկատմամբ, որը այնքան է ոտնահարվում, որ մարդիկ մոռանում են դրա մասին, ամեն դեպքում ես առաջարկում եմ, որ սա ընդհանրապես չլինի, եւ երկրորդը ուզում եմ միանալ Տիկին Գյուլումյանի առաջարկին միասնականության տեսանկյունից եւ միանգամից առաջարկնել անեմ, որը որ պարոն Ղազենյանի հետ քննարկել ենք, տեսեք նախավերջին եւ առաջին էջի նախավերջին եւ վերջին բարբերությունները մենք կարող ենք խմբագրական առումով շատ հանգիստ միակցել, դարձնել այսպես քայքայիչ արշավ են ծավալում, եկեղեցու դեմը ջնջում ենք, հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որը մեր հավատքի, ինքնության եւ միասնականության միջնաբերդն է մեր ազգի գոյության հենասյունը։ Եվ միասնականության գաղափարը անմիջականորեն կավելանա այն երկու ատրիբուտներին, որոնք որ մեր ուրեմն քայքայիչ արշավ են ծավալում հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ստորակետ, որը հետո ոնց որ տեքստում մեր հավատքի ստորակետ ինքնության եւ միասնականության միջնաբերդն է մեր ազգի գոյության հենասյունը։ Այո։ Կարելի է հենասյունը եզակիով օգտագործելուց մի կերպ ոնց որ կարծեք պետության դերը